Հարգելի քաղաքացիներ, ձեզ մոտ հարց չի առաջանում, ինչի առաջի Ատյանի գործը, Արեգնաս Մանուկյանի գործը, մինչև հիմա չի ուղարկվել երկրորդ Ատյան։ Ինչի համար։ Ինձ թվում է պատասխանը բավականին հստակ է, որովհետև գործ գոյություն չունի, որովհետև ուղարկելու ոչինչ չկա։ Արեգնաս Մանուկյանի ամբողջ գործը ինչ որ ենթադրության վրա է, ենթադրում ենք, որ ինքը հնարավոր է ինչ որ տեղեկություն է փոխանցել Անդրանիկ Թևանյանին։ Անդրանիկ Թևանյանի գործում նույնպես որևէ գործ չկա։ Եթե դուք ուշադիր լսել եք պարոն Թևանյանի փաստաբաններին, ապա իրենք ասում են շատ պարզ միտք։ Գործը գաղտնի է, որտեղ գաղտնի տվյալներ կային այնտեղ, փակ է եւ մենք չենք կարող գործի մանրամասների մասին խոսել։ Բայց եթե մենք կարողանայինք գործի մանրամասների մասին խոսել, մենք խոսելու բան չունենք, որտեղ ասում են գաղտնի է, ինչն է գաղտնի, ում է ինչ-որ բան տվել, եւ դրա երկրորդ սերիալը Արեգնաս Մանուկյանի գործն է, որի միջոցով փորձում են ըստ երևույթին ինչ-որ հիմքեր ստեղծել եւ որևէ հիմք չունեն, այսինքն գործ որպես այդպեսին չկա, սա ամբողջովին ֆարս է, բայց այդ ֆարսի հետևանքները բավականին ծանր են, որովհետև իմ գործընկերները քիչ առաջ խոսեցին դրա մասին, երբ որ օրենքները չեն աշխատում, երբ որ սահմանադրությունը փլուզված է, երբ որ սահմանադրական իրավունքները չեն գործում, սակայն մարդկանց վրա գործեր են բացում քաղաքական պատճառներով, իսկ քաղաքական պատճառները բոլորիդ համար պարզ են, դա ընտրություններն էին, ընտրությունները ինչ-որ ձևի անցկացնել եւ չակերտներում հաղթանակ կորցրել։ Հիմա դրա համար բազմաթիվ անօրինականություններ են եկել, հիմա այդ անօրինականությունների տակից պետք է դուրս գան։ Դրա համար ես կարծում եմ այդ դատավորը ուղղակի ոչինչ չունի փոխանցելու երկրորդ Ատյան եւ իրենք հայտնվել են ծուղակում, որի հետևանքով խոշտանգում են մարդիկ, խոշտանգում է Արեգնաս Մանուկյանի աղջիկը, որի հետ արդեն հոգեբանն է աշխատում, եւ այդ հոգեբանը մարդու իրավունքների պաշտպանի կողմից է կազմակերպվել այդ աշխատանքը, եւ ամեն ինչ ակնհայտ է, այդ աղջկա մոտ հոգեբանական առումով անդառնալի պրոցեսներ են գնում, որը կարող է եւ ամբողջ կյանքի ընթացքում իրեն հետապնդել։ 85-ամյա մայրը, որը իր խնամքի տակ է եղել, իր ընտանիքը, այդ մարդիկ բոլորը խոշտանգվում են նաև մյուս բոլոր դեպքերում անօրինական եւ դատական պրոցեսների դժողները։ Այս ամեն ինչի վերջը տալը անկեղծ ասած ես չեմ պատկերացնում, որտեղ եթե դու կատարում ես ինչ-որ հանցագործություն, անօրինականություն, տապալում ես սահմանադրությունը, ապա հաջորդ քայլում պետք է անես երկրորդ քայլը, երրորդ քայլը, չորրորդ քայլը, հինգերորդ քայլը, եւ այս առումով ես կարծում եմ մեր հանրությունը պետք է գիտակցի, որ միայն մենք կարող ենք մեր խնդիրները լուծել, որովհետեւ այս անօրինականությունների տակ նաեւ կա աշխարհաքաղաքական բովանդակություն, եւ այս անօրինականությունները ունեն հզոր ուժեր, որոնք այս ամեն ինչի ետևում կանգնած են եւ ուժ են տալի, հույս են տալի գործող իշխանությանը, որ այս անօրինականությունները իրենք կկարողանան մարսել։ Չեն կարող մարսել միայն մի դեպքում, եթե մեր հանրությունը հասկանա ինչ է կատարվում, հանրային կառույցներ ձևավորվեն եւ քաղաքական գործընթացի հիմքում դրվի սահմանադրական կարգի վերականգնումը եւ սահմանադրական իրավունքների վերականգնումը։ Դա ոչ ոք չի անելու, դա կամ մենք ենք անելու, կամ այս երկիրը որպես այդպիսին ապագա որևէ չունի։